Աշխատանք չկա հիմնական, մի քանի հատ վայենի է, մեկ էլ թոշակառուներ, ջայլներ բոլորը համարյա դուրս են գալիս, մի քանի ընտանիք է մնացել։ Օրինակ այս պահին մենք ունենք 20 գլուխ խոշոր անասուն, բայց իմ ընտանիքին չի վերաբերվում, իմ տղեն վայենի է, ամեն ինչ ինք իր ուժերով, մենք ունենք սեփական մեքենաներ, բայց ընդհանուր առմամբ գյուղի մասշտաբով շատ դժվար է, էլի գյուղացու համար։ Հետո միսը սպառել շատ դժվար է, սպանդանոց են դրել, մեքենա չեն տրամադրում, դու ինքը չես կարող քո անասունն առանց թույլտվության քո հայաթում մի հատ մորթես գոնե, անգամ տան համար եթե օգտագործելու լինի, դա էլ պետք է թույլտվություն վեկալես, որ մորթես։ Սպանդանոցը հեռու է։ Սպանդանոցը մեզանից 30 կիլոմետրից շատ հեռու է, Ճամբարակ ռայոնում է գտնվում։ Մեր շենքի կեսը օգտագործում ենք որպես բնակելի, կեսը օգտագործում ենք անասնագոմ, բայց նախատեսել ենք, որ անասնագոմը մեծացնենք։ Էսի դպրոցի ինչ շենքն է էլ է, քանդված փլատակ մեզ են տրամադրել։ Մենք էսի մեր ուժերով սա իմ տղեն է էսի վերանորոգենք։ Տասը ստեղ է։ Այս պահին, այս վիճակով պահում ենք, բայց պահում ենք, չենք դժգոհ։ Դե հորթը ես կծախեմ խոսքի 80,000 դրամով, բայց մի տարի 2 տարի պահում եմ միջև 350-400, թեպետ որ հաշվարկում ես իր ծախսի հետ, չնչին գումար է մնում գյուղացում, բայց չենք դժգոհում։ Մեծանալու ժամանակն էլ խոտը պետքա օգնող չունի գյուղում ջահել չկա որ իրար օգնել։ Կարելի ասած հերո տղեն մենակ, ես էլ իրանց հետ։ Էսի մի 15 օրեկան չկա դեռ։ Փոխել ենք սորթը, ճիշտ է։ Այս գերմանական սորթը։ Այդ հա, ամպոզ սորթեր որ հիմա տարածված է, դրանցից է։ Այս չալերն էլ կարելի ասա կիսա սորթ են, բայց ոչ մաքուր գերմանական։ Այսրանք էլ են խառնուրդ էլի։ Գործը ընթացքի մեջ է, որ պիտի սեփականաշնորհեն։ Պիտի, չգիտենք էլ կլինի թե չէ, դեռ հարցական է։ Ու այդտենց ապրում ենք։ Երկիր ենք պահում, իմ երեխեներ սահմանը պահում։ Ճիշտն ասած չենք ուզում, որ բանկի հետ գործ ունենանք։ Ավելի լավ է մենք մեր անասուններից մի 5 հատ սպառենք, մեր գոմը սարքենք, քան ես պետության, եթե տամ 100,000 էլ, այդ 100,000 իմ երեխեն մի ամիս կայնում է, որ այդ 100,000 դրամ տրամադրեն իր։ Մենակ այս վայենիների փողը, գոնե, մի չնչին տոկոս, որ բարձրանար, 60 տարեկան չկանք, 1000 ձևի հիվանդություն կա։ Դա շատ չարչարան գյուղացուն շատ վատ է։ Վարելա տրակտոր չկա, որ ժամանակին հողեր վարել տաս, սպասում ես տենաս, որ գյուղից պիտի մի հատ տրակտոր ճարես, որ մի 10 հոտող հող մշակես, որ կարտոշկա անես, լոբի անես, գյուղացու կյանք, չգիտեմ։ Դե մենակ երկրի խաղաղություն կուզեմ, որ նայում ենք մեր հիմիկվա իրավիճակին, երևի գնալու դեպի շատ վատ ենք գնում։ Ինձ սպանեն ես դուրս չեմ գա, Ռուսաստանից եմ գնացել, տղուս հետ աշխատեիք է, բայց իմ Հայաստան, իմ այս խուլ գյուղը, ես ամենաշատ սիրում եմ իմ երկիր, ես իմ երկիրը երբեք չեմ լքի, նույն էլ իմ երեխեքին եմ դաստիարակել, որ որտեղ գնաս, աշխարհում որտեղ պտտես, քո երկիրը քեզ ուրիշ ծիվի աննայում, քո երկրից պետք է դուրս չգաս։